Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, բոլորին առանց ոչ մի բացառության։ Գիտեք, բավական է, որպեսզի դուք լսեք Աստծո խոսքը, եւ այդ խոսքը, որ հոգի եւ ճշմարտություն է, Աստծո խոսքը ճշմարիտ է, եւ այդ խոսքը առաջնորդելու է ձեզ, առաջնորդելու է ըստ իր կամքի, ոչ թե ըստ ձեր ցանկությունների։ Ես կարդում եմ այս խոսքը եւ այնպիսի մեծ ուրախություն ունեմ։ Գիտեք, հրեաները, փարիսեցիները, դպիրները, այդ բոլոր կրոնավոր մարդիկ, ովքեր միշտ շեղվում էին Հիսուսի վրա եւ կենտրոնանում էին անընդհատ նրա քարոզների վրա, անընդհատ նրան հարցեր էին տալիս, այնպիսի հարցեր, որոնց պատասխանելով Հիսուսը քննադատում էր այդ մարդկանց։ Նրանք այնպիսի պահ էին փնտրում, այնպիսի փոքր խոսք, ինչ-որ հնարավորություն, որպեսզի քննադատեն Հիսուսին, որպեսզի հարց տան նրան, որ նա չկարողանա պատասխանել։ Եվ իհարկե Հիսուսը միշտ իմաստուն պատասխան էր տալիս, եւ այդ պատասխանի պատճառով այդ կրոնավորները միշտ ամաչում էին, այլևս ոչ մի ասելու բան չունեին։ Եվ նույնիսկ մի պահ կար, երբ Տեր Հիսուսը ասաց նրանց. «Դուք ներքևից եք, իսկ ես վերևից»։ Հովհաննեսի ավետարանում 8-րդ գլխում եւ խոսք 23-ում կարող եք կարդալ դրա մասին։ Եվ ահա թե Հիսուսը հետո ինչ է ասում. «Դուք ներքևից եք, իսկ ես վերևից։ Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ»։ Ահա թե որքան ուժեղ են նրա խոսքերը։ Այստեղ դուք կարող եք տեսնել այն մարդկանց տարբերությունը, ովքեր կամ առաջնորդվում են Սուրբ Հոգու կողմից, կամ էլ առաջնորդվում են այս աշխարհի կողմից։ Եվ գիտեք, այդ տարբերությունը շատ մեծ է։ Այդ տարբերությունը նկատելի է։ Դուք չեք կարող թաքցնել դա։ Երբեմն շատ մարդիկ ասում են. «Եպիսկոպոս, ես այս հարցի պատասխանն եմ փնտրում, ուզում եմ սա իմանալ, ուզում եմ այստեղ հասկանալ, թե ինչ է կատարվում»։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ տարբեր հարցեր ունեն։ Շատերը դժգոհում են եւ պատասխաններ են փնտրում։ Ինչու է այսպես եղել։ Եվ դա այն պատճառով է, որ մարդիկ Աստծո խոսքը չեն հասկանում։ Գիտեք թե ինչու մարդիկ չեն հասկանում Աստծո խոսքը։ Դուք կարող եք որոշ բաներ հասկանալ, կարող եք ինչ-որ բան հասկանալ այդտեղից, բայց ամբողջությամբ Աստծո խոսքը, այդ ամենի հոգևոր իմաստը դուք չեք հասկանում։ Պատճառը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր ունեն Սուրբ Հոգուն, նրանք կարող են հասկանալ այդ հոգուց ուղղորդված խոսքը, իսկ ովքեր չունեն Սուրբ Հոգուն, նրանք չեն կարող հասկանալ, թե ինչի մասին է գրված։ Նրանք չեն հասկանում, թե ինչի մասին է Տեր Հիսուսն ասում, որովհետև այդպիսի մարդիկ ներքևից են։ Ինչպես որ Տեր Հիսուսը բացատրեց. «Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ»։ Սովորաբար այդպիսի մարդիկ, նրանք շատ են կապված այս աշխարհի հետ, բայց երբ մարդը ստանում է Սուրբ Հոգուն, նա դադարում է այս աշխարհինը լինել։ Եվ արդեն նրա բնավորությունը, նրա մտադրությունները, ցանկությունները, նրա մոտ ամեն ինչ այլևս կապված չէ եւ նման չէ այս աշխարհի հետ։ Նա ամբողջությամբ փոխվում է եւ դառնում է այնպիսի մարդ, ով երկնային է, ինչպես որ Պողոս առաքյալը Սուրբ Հոգու կողմից ուղղորդվելով ասում էր. «Երկնայինի մասին մտածեք»։ Ինչ եմ ցանկանում ասել ձեզ, իմ ընկերներ, այս կիրակի Աստծո Թագավորություն եկեղեցում ամենամեծ ցանկության օրն է լինելու։ Այո, մեզ մոտ հենց այդպիսի ծառայություն է լինելու։ Ինչն եք դուք ցանկանում ամենից առավել։ Եթե դուք այն մարդիկ եք, ով ինչպես Հիսուսն էր ասում, որ նրանք ներքևից են, այսինքն դուք դեռ չեք ստացել Սուրբ Հոգուն, եւ դուք ցանկանում եք այն մարդը լինել, ով վերևից է, ով հոգևոր է, ով երկնայինի մասին է մտածում, ուրեմն ձեզ Սուրբ Հոգին է պետք։
որովհետև հենց նա է առաջնորդում։ Առաջնորդում է, որպեսզի դուք այդպիսին դառնաք։ Հենց Սուրբ Հոգին է, ով բացում է մեր հոգևոր հասկացողությունը։ Հենց նա է, ով մեր աչքերից հանում է այդ խանգարող կտորը, բացում է մեր հասկացողությունը, մեր միտքը եւ առաջնորդելով մեզ, տալիս է մեզ հոգևոր իմաստություն, առաջնորդություն եւ աստվածավախություն։ Նա մեզ հասկացողություն է տալիս Աստծո երկնային արքայության մասին, եւ որպեսզի դուք դուրս գաք այդ ներքևում գտնվող իրավիճակից եւ վերևում լինեք, դառնաք հոգևոր, որպեսզի սկսեք Աստծունը լինել, դուք պետք է բաց թողնեք այս աշխարհը, պետք է թողնեք այն ամեն ինչ, որ խանգարում է ձեզ։ Եվ ոչ մի այլ կերպ դուք չեք կարող մոտենալ եւ միավորվել Աստծո հետ, եթե դուք չթողնեք աշխարհը։ Այլ տարբերակ այստեղ չկա։ Կամ այս աշխարհի արքայությունը, կամ էլ Աստծո արքայությունը։ Միշտ էլ տարբերություն է լինելու, եւ այդ երկու արքայությունները միասին երբեք չեն կարող լինել։ Բայց միևնույն է, կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկանում, չնայած այն ամենին, որ մենք այդքան խոսում ենք, այդքան ուսուցանում, առաջնորդում ենք, ցույց ենք տալիս ճիշտ ճանապարհը, բայց մարդիկ չեն հասկանում։ Փոխարենը, որպեսզի կատարեն այն, ինչ որ լսում են, մարդիկ սկսում են ավելի շատ հարցեր տալ։ Նրանց մոտ անընդհատ հարցեր են հայտնվում, մարդիկ պատասխան են փնտրում։ Եվ շատերը նույնիսկ փորձում են արդարացնել այն փաստը, որ նրանք այս աշխարհի հետ շատ ուժեղ կապված են եւ չեն ցանկանում թողնել աշխարհը։ Եվ այդ դեպքում ինչպես կարող է այդպիսի մարդկանց կյանքը հոգևոր լինել, որովհետև միայն Սուրբ Հոգին կարող է ցույց տալ այդ հոգևոր իմաստը, այդ հոգևոր առաջնորդությունը։ Միայն Սուրբ Հոգին է բացում Աստծո կամքը ձեզ համար։ Եթե հիշում եք, Հիսուսը շատ էր խոսում հոր մասին, շատ էր երկնայինի մասին խոսում աշակերտների հետ։ Եվ եթե հիշեք, թե ինչպիսի հարց տվեց Հիսուսի աշակերտը, երբ նա հարցնում էր Հայր Աստծո մասին։ Եվ ինչու Հիսուսի աշակերտներն այդքան հարցեր ունեին։ Չնայած այն ամենին, որ հենց Հիսուսը նրանց կողքին էր, բայց միևնույն է նրանք հարցեր ունեին, որովհետև նրանք դեռ Սուրբ Հոգուն չունեին։ Նրանք ունեին այդ ֆիզիկական ներկայությունը միայն։ Հիսուսը նրանց կողքին էր, բայց նրանք իրենց ներսում դեռ չունեին այդ հոգևոր ներկայությունը։ Դա Սուրբ Հոգու ներկայությունն է։ Միայն այն ժամանակ, երբ նրանք մկրտվեցին, ստացան Աստծո ներկայությունն իրենց ներսում, միայն դրանից հետո նրանք ամբողջությամբ փոխվեցին, դուրս եկան այս աշխարհից, եւ նրանք արդեն Աստծո արքայության անդամներ էին։ Եվ դրանից հետո Սուրբ Հոգին գործում էր նրանց ներսում։ Եկեք այն պահը հիշենք, երբ Փիլիպոսը Հիսուսին ասաց. «Ցույց տուր մեզ Հորը»։ Հիշում եք Հիսուսի պատասխանը։ Հիսուսն ասաց նրան. «Այսքան ժամանակ է ես ձեր կողքին եմ, եւ դու ինձ ասում ես. ցույց տուր Հորը։ Դու մինչև հիմա դեռ չես հասկացել։ Հայրն իմ մեջ է եւ ես նրա մեջ եմ։ Ով ինձ է տեսնում, տեսնում է Հորը, իսկ ով տեսնում է Հորը, ինձ է տեսնում»։ Եվ այդ Հիսուսի պատասխանից հետո աշակերտներն ավելի շատ շփոթության մեջ ընկան։ Եվ դա նորմալ էր, որովհետև նրանք չունեին Սուրբ Հոգուն եւ շատ բաներ չէին հասկանում։ Նրանք տեսնում էին Հիսուսին որպես մարդ իրենց կողքին։ Հիսուսն ով հաց էր ուտում, ով պետք է քներ, ով ջուր պետք է խմեր, նա այդպիսի ֆիզիկական կարիքներ ուներ։ Նրանք տեսնում էին Աստծո Որդուն մարդու տեսքով։ Դրա համար էլ Հիսուսը միշտ իրեն այսպես էր անվանում՝ մարդու որդի։ Բայց նա պատասխանեց Փիլիպոսին ասելով. «Ինձ տեսնողը Հորն է տեսնում»։ Եվ այդ ժամանակ հրեաներն ավելի շատ հարցեր սկսեցին տալ։ Հիսուսը նրանց պարզ ասաց. «Դուք ներքևից եք,
իսկ ես վերևից եմ։ Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ Եվ դա է ամբողջ ճշմարտությունը։ Այս ճշմարտությունը նման չէ ոչ մի կրոնի, ոչ մի փիլիսոփայության։ Սա չի կարող համեմատվել այս աշխարհի մտքերի հետ։ Շատերն այս աշխարհում ինչ-որ կրոնից են կախված։ Բայց պետք է հիշեք, որ Աստված ոչ մի կրոն չի ստեղծել այս աշխարհում։ Կրոններն Աստծո ստեղծագործությունը չեն։ Կրոնը Աստծո մտադրությունը չէ։ Դա այն չէ, ինչ որ Աստծո կամքով է։ Որովհետև եթե ուշադիր լինեք, այն մարդիկ, ովքեր սպանեցին Հիսուսին, կրոնավոր մարդիկ էին։ Եվ այդ մարդիկ այս աշխարհից էին։ Նրանք ներքևից էին։ Շատ կապված էին աշխարհի հետ։ Մանավանդ փարիսեցիները։ Նրանք չէին ցանկանում կորցնել իրենց վարձը, որովհետև նրանք կրոնավոր լինելով ունեին տարբեր տեղերում իրենց իշխանությունը։ Տարբեր առավելություններ ունեին, եւ նրանք չէին ցանկանում կորցնել դա։ Ուրեմն, ովքեր որ իրականում Հիսուսի հետևից են գնում, նրանք վերևից են։ Նրա արքայությունը տեսանելի չէ։ Դուք չեք կարող դիպչել, տեսնել կամ զգալ։ Բայց Հիսուսն առաջնորդում է մեզ դեպի ամեն տեսակի ճշմարտությանը։ Եվ այս պահը շատ ուժեղ էր, որ Հիսուսը ինչ որ ասում էր աշակերտներին, մեծամասնությունը չէր հասկանում։ Եվ աշակերտները հաճախ հարցնում էին. «Մենք չենք հասկանում, կարող ես բացատրել սա։ Ինչ էիր դու ուզում ասել»։ Բայց գոնե այստեղ աշակերտները հնազանդ էին։ Նույնիսկ չհասկանալով նրանք հարցնում էին։ Չէին հասկանում, բայց ցանկանում էին հասկանալ։ Ուրեմն իմ ընկերներ, այս կիրակի մեր եկեղեցում ամենամեծ թանկության օրն է լինելու, ամենամեծ թանկության ծառայությունը։ Եվ անկեղծ հոգևոր մարդու համար այն ամեն ինչ, որ նա ցանկանում է, ամենամեծը եւ ամենաթանկարժեքը, որը նա իրականում ցանկանում է ստանալ, դա երկնային բան է։ Նրանք, ովքեր չունեն Սուրբ Հոգուն, նրանք ցանկանում են ստանալ Սուրբ Հոգու մկրտությունը։ Եվ մեկ հետաքրքիր փաստ էլ կա. ովքեր որ ներքևում են, նրանք միշտ հալածում են, հետապնդում են տարբեր մարդկանց, վիրավորում են, չեն հասկանում։ Իսկ ովքեր որ վերևում են, նրանք իրենց վրա զգում են այն ցավը, որը Տեր Հիսուսն է զգացել։ Որովհետև նրանք, ովքեր ներքևում են, հոգևոր բաները չեն հասկանում։ Իսկ ովքեր վերևում են, միայն նրանք կարող են Աստծուն հասկանալ։ Հենց դրա համար էլ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ամբողջ աշխարհով մեկ գնացեք եւ ավետարանը քարոզեք»։ Ավետարանն Աստծո լույսն է այն մարդկանց համար, ովքեր խավարի մեջ են գտնվում։ Եվ դուք ովքեր ցանկանում եք հետևել Հիսուսին, գնալ նրա հետևից եւ կատարել նրա կամքը։ Ինչպես կարող եք դուք գնալ ինչ-որ մեկի հետևից, ում չեք ճանաչում։ Ինչպես կարող եք լսել նրա առաջնորդությունը, եթե դուք դեռ նրան ծանոթ չեք։ Եթե չեք դիպչում եւ չեք զգում նրան։ Եվ հենց դրա համար էլ Սուրբ Հոգին է պետք։ Հենց Սուրբ Հոգու լույսը բացում է մեր հասկացողությունը, որպեսզի մենք ճանաչենք Հիսուսին։ Եվ նա, ով բացում է ձեր հասկացողությունը, դա Հիսուսն է։ Երբ մարդը ստանում է Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին բացում է այդ մարդուն Աստծո ներկայությունը, մարդը արդեն ճանաչում է Աստծուն։ Այդպիսի մարդը երջանկություն է ստանում։ Նա չունի դեպրեսիա, չունի այդ հոգևոր ախտանշաններն իր մոտ։ Անքնությունը, անհանգստությունը, տխրությունը, որովհետև Սուրբ Հոգին ուրախության հոգին է։ Իհարկե, մարդու մոտ լինում են դժվար պահեր, բայց Սուրբ Հոգին մխիթարում է նրան։ Երբ որ դուք կունենաք Սուրբ Հոգուն, դուք այլևս սովորական մարդ չեք լինի, դուք վերևից կլինեք, եւ կսկսեք Աստծո արքայության մի մասը կազմել։ Եվ դուք արդեն այս աշխարհից առանձին եք լինելու։ Եվ ովքեր ներքևից են, չեն կարող տեսնել նրանց, ովքեր վերևում են։ Դրա համար էլ Հիսուսը աշակերտներին խոստացել էր եւ ասել էր. «Երբ ես կգնամ Հոր մոտ, ձեզ միայնակ չեմ թողի»։
Նույնիսկ ասել էր ձեզ որբ չեմ թողնի։ Կուղարկեմ մեկ այլ մխիթարիչի։ Երբ Հիսուսն աշակերտների մոտ էր, նա մխիթարում էր աշակերտներին ֆիզիկապես, բայց երբ պետք է հեռանար, պետք է գնար հոր մոտ, նա Սուրբ Հոգուն էր ուղարկելու, եւ Սուրբ Հոգին ոչ միայն ձեր կողքին է լինելու, ձեր շուրջը, այլ ձեր ներսում, եւ նա առաջնորդելու է ձեզ դեպի ճշմարտությունը։ Դուք սկսելու եք հասկանալ, ինչ պետք է անել, իսկ ինչ պետք չէ անել։ Աստված բացելու է ձեր միտքը, եւ դուք պետք է այդ հարցը շատ շտապ լուծեք։ Դուք պետք է ստանաք Սուրբ Հոգուն։ Դա կլինի այն ժամանակ, երբ նա կգտնի ձեր ներսում, որ ձեր սիրտը 100%-ով կապված է նրա հետ, որովհետև եթե դուք չունենաք այդ ցանկությունը, Սուրբ Հոգուն ստանալու, Աստծուն ճանաչելու այդ ցանկությունը, եւ եթե դուք այդպես էլ չստանաք Սուրբ Հոգուն, դուք եկեղեցում կրոնավոր մարդ կդառնաք, եւ էլ Աստծուց չեք լինի երբեք։ Հարկավոր է ուշադիր լինել եւ մտածել դրա մասին։ Ուրեմն, ինչ որ դուք անելու եք Սուրբ Հոգու համար, ձեր ամբողջ ուժով արեք եւ դադարեք նայել այն ամենին, ինչ որ այս աշխարհն առաջարկում է ձեզ, եւ ավելի շատ խորացեք Աստծո խոստումների մեջ, որովհետեւ այս կիրակի, ինչպես որ արդեն ասացի, մեր եկեղեցում ամենամեծ ցանկության կիրակին է լինելու։ Այդ ամենամեծ ցանկությունը Սուրբ Հոգին է մարդու ներսում։ Եվ երբ դուք կունենաք Սուրբ Հոգուն ձեր ներսում, ձեր կյանքը շատ ուժեղ կերպով կբարգավաճի, որովհետև դա անհնար է, որ դուք պարտվեք։ Ոչ մի կերպով դա չի կարող լինել, որովհետև հենց Աստված Սուրբ Հոգին ձեր ներսում է, եւ Աստված երբեք չի պարտվում։ Եվ Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, ում կարող է օգտագործել։ Ինչպես որ կավագործը կավ է փնտրում, եւ սկզբից այդ կավը ոչ մի լավ տեսք չունի, բայց նա հնազանդ է, թույլ է տալիս, որպեսզի կավագործն աշխատի նրա հետ։ Այդպես էլ դուք պետք է լինեք Աստծո առաջ, պետք է հնազանդ լինել, որպեսզի նա կարողանա գործել ձեր ներսում։ Եվ Աստված այնպիսի ստեղծագործություններ է ստեղծում, որպեսզի այստեղ երկրի վրա կարողանա փառավորել իր անունը։ Ուրեմն այս կիրակի ամենամեծ ցանկության օրը սպասում ենք ձեզ։ Եթե ձեր ամենամեծ ցանկությունը Սուրբ Հոգուն ստանալն է, ուրեմն համեցեք։ Բայց եթե ձեր ցանկությունը դա չէ, եթե դուք ինչ-որ ֆիզիկական բաներ եք ցանկանում, դուք դեռ այս աշխարհի հետ եք կապված, մի փորձեք, որովհետև հիասթափվելու եք։ Հնարավոր է նույնիսկ դուք ինչ-որ բան եք ստանում այս աշխարհից։ Ձեր ցանկությունները կատարվում են, բայց դուք վերջի վերջո հիասթափվելու եք։ Դա ամբողջ իրականությունն է։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մյուս անգամ մենք ավելի շատ կխոսենք դրա մասին։ Թող Աստված ձեզ օրհնի։ Ամեն։